Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Արդարությունն ու իրավունքը Աստծու գահի հաստատությունն են։ Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստծու արդարությունը մեր ապահովությունն է» անվանումը։ Նախորդ ուղերձի մեջ մենք խոսեցինք այն մասին, թե ինչ է արդարությունը, և տեսանք, որ այն հիմնված է ճշմարտության վրա։ Եթե մարդը հավատում է Տեր Հիսուսի ուսուցանած ճշմարտություններին ու սկզբունքներին, ապա նրա արդարությունը բխում է Տեր Հիսուսից։ Հակառակ դեպքում այդ արդարությունը ոչ մի բանով չի տարբերվում դպիրների ու փարիսեցիների արդարությունից, որը ըստ Տեր Հիսուսի բավարար չէ երկնքի Արքայություն մուտք գործելու համար։ Սիրելի՛ բարեկամ, այս ուղերձի մեջ մենք ուսումնասիրելու ենք Աստծու արդարության թեման։ Աստվածաշունչը բացահայտում է Տեր Աստծու կարևորագույն որակներից մեկը՝ Աստված արդար է։ Երբ Սուրբ Գիրքը նկարագրում է Աստծու արդարությունը, այն իրավունքի հետ միասին ներկայացվում է որպես Տեր Աստծու գահի հիմքերից մեկը։ «Արդարությունը և իրավունքը նրա գահի հիմքերն են» (Սաղմոս 2:2)։ Աստված արդար է։ Աստված արդարությամբ է վարվում մարդկանց հետ։ Նա արդարությամբ է խրատում և ուղղորդում, հանդիմանում և քաջալերում, անգամ պատժում և պարգևատրում։ Աստված արդար դատավոր է։ Ինչպես գիտեք, դատավորը միայն պատժելու համար չէ, այլ նաև արդարացնելու։ Տերն ամեն բան անում է Իր արդարության և արդարադատության սահմաններում։ Արդարությունը և իրավունքը Նրա գահի հիմքերն են։ «Տեսա նաև ապակե ծով, կրակի հետ խառնված, և նրանց, ովքեր հաղթեցին գազանին, նրա պատկերին և նրա անվան թվին, որ կանգնած էին ապակե ծովի վրա և Աստծու քնարներն ունեին, և երգում էին Աստծու ծառա Մովսեսի երգն ու գառան երգը, ասելով. «Մեծ ու զարմանալի են Քո գործերը, Տեր Աստված ամենակալ, արդար ու ճշմարիտ են Քո ճանապարհները, ո՛վ ազգերի Թագավոր» (Հայտնություն 15:2-3)։ Տեր Աստծու ճանապարհներն արդար ու ճշմարիտ են։ Աստված արդար է և չի կարող դեմ գնալ Իր հաստատած ճշմարտություններին։ Աստծու բնույթի մեջ չկան և չեն կարող լինել հակասություններ։ Օրինակ, Աստծու բարությունը երբեք չի հակասում Նրա արդարությանը։ Նրա էության մեջ չկա երկփեղկվածություն։ Բարությունը չի ստիպում Աստծուն վարվել մի կերպ, իսկ արդարությունը՝ մեկ այլ կերպ։ Աստված արդար է և բարի միաժամանակ։ Տեր Աստծուն ընդհանրապես ոչինչ և ոչ ոք չի կարող որևէ բան ստիպել։ Առանց արդարության բարությունը ընդամենը թուլություն է, իսկ առանց բարության արդարությունը՝ խստասրտություն։ Աստված բարի է և արդար, քանի որ Նրա էությունը հիմնված է ճշմարտության վրա։ Նա միշտ անում է այն, ինչը ճշմարիտ է և ուղիղ ըստ Իր սահմանած սկզբունքների ու անխախտ ճշմարտությունների։ Եթե արդարությունն ու իրավունքը Տեր Աստծու գահի հիմքերն են, ապա ողորմությունն ու ճշմարտությունը միշտ գնում են Նրա առջևից։ «Արդարությունը և իրավունքը Քո աթոռի հաստատությունն են, ողորմությունը և ճշմարտությունը գնում են Քո առջևից» (Ութսուն 9:14)։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ինչպիսի՜ մեծ երանություն է ճանաչել Աստծուն այնպիսին, ինչպիսին Նա կա իրականում։ Ինչպիսի՜ մեծ մխիթարություն է հասկանալ, որ այս տիեզերքի Դատավորը խստասիրտ մեկը չէ, այլ սիրող ու ողորմած, որ թեև չի կարող դեմ գնալ Իր սահմանած սկզբունքներին, սակայն Իր ողորմությամբ ճանապարհներ է փնտրում ցանկացած մարդու արդարացնելու համար, քանի որ սիրում է յուրաքանչյուրին։ Այո՛, Նա չի կարող փրկել ապաշխարությունը մերժող մարդկանց, սակայն արդար Աստված Իր ամենաթանկն է զոհել Գողգոթայի խաչի վրա, որպեսզի դժոխքի ու կրակե լճի հավիտենական տանջանքներից փրկի յուրաքանչյուր մարդու, ով կհավատա Տեր Հիսուսին ու կընդունի Նրա իշխանությունն իր կյանքում։ Աստված այնքան է սիրում այս աշխարհի մարդկանց, որ ոչ միայն զոհեց Իր միածին Որդուն, այլև Իրեն հավատացած բոլոր աշակերտներին հանձնարարեց գնալ աշխարհով մեկ և ապաշխարության միջոցով մեղքերի ներման բարի լուրը փոխանցել մարդկանց, որպեսզի հավատացողները փրկվեն, իսկ հավատքը մերժողները դատապարտվեն։ Արդարությունը և իրավունքը
քո աթոռի հաստատությունն են, ողորմությունը և ճշմարտությունը գնում են քո առջևից։ Արդյոք դու վայելում ես Աստծու բարությունն ու արդարությունը քո կյանքում։ Տիրոջ արդարության մեջ ապահովություն կա։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կար։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։